Շաքարային դիաբետ երեխաների մոտ այսօր վերջին երևի կարելի ասել մի քանի տասնամյակներում շատացել է եւ այն երեխաների մոտ, որոնք ունեն շաքարային դիաբետ ձեռքբերովի, այսինքն կյանքի 3-4 տարիներին է առաջացել 5-րդ տարիներում, դրանք մեծ մասամբ սխալ բուժումների արդյունք են, այսինքն որևէ այլ հիվանդություն ունեն, սխալ բուժումներ են ընդունում եւ սխալ բուժումների արդյունքում առաջանում է այդ հիվանդությունը։ Եվ այդ սխալ բուժողները, ովքեր բուժում են, ավելի են բարդացնում այդ երեխայի վիճակը եւ շաքարային դիաբետի երկրորդ տիպը առաջանալուց հետո սկսում են նշանակումներ անում ինսուլին։ Եվ այդպիսով դիաբետի երկրորդ տիպը վերածում են առաջին տիպի եւ ինսուլինը նաեւ կբերի ինսուլինառեզիստենտականության ավելի բարդ վիճակի ու նաեւ ենթաստամոքսային գեղձը կդադարի արտադրել այդ հորմոնը, այսինքն կգա կառաջանա հորմոնալ խախտում եւ ամբողջ ներզատիչ գեղձերի աշխատանքի խախտման դա կբերի։ Այնինչ պետք էր գտնել պատճառը, մեծ մասամբ պատճառները գտնվում են հենց սխալ բուժումների մեջ այլ հիվանդության, այսինքն դա դիաբետը հետևանք է նոր, այսինքն սիմպտոմատիկ բուժումով պացիենտի մոտ առաջացել նոր քրոնիկ հիվանդություն, դա հետևանք է։ Շատ կան դեպքեր, փորձում գործնականում շատ են, երբ օրինակ մի երեխայի մոտ եւ շատ են այդպիսիներ, այսինքն թվում է թե ալերգիա է, ցաներ ունի մաշկի կամ մաշկային կարմիր հետքեր սորիազին տեսքով կամ ընդհանրապես լոկալ որևէ հատվածում եւ բժիշկը դիտարկում է դա որպես ալերգիա կամ իսկ ծնող է երեխայի եւ կամ ծնողը սկսում է ինքնաբուժությամբ, այսինքն ինտերնետով փնտրում է այն պրեպարատը, որը իրեն թվում է թե ալերգիա է, որը ալերգիան կօգնի, կամ գնում է դեղատվան աշխատողին է հասնում, աշխատողն էլ, որը ինքը բժիշկ չէ եւ բարոյապես այդ իրավունքը չունի նշանակումներ անելու, տալիս է կամ ասում է այս պրեպարատը կօգնի եւ այդ բուժումների հետևանքով այդ երեխայի վիճակը ավելի բարդանում, հնարավոր է մաշկային այդ արտահայտությունը ցանի տեսքով կամ կարմիր հետքեր եւ այլն, այսինքն դա անցնի, բայց հիվանդությունը ավելի բարդանա, կամ երբ որ բժշկին են դիմում, բժիշկը նորից վերագրում է դա ալերգիային եւ հակաալերգիկ պրեպարատներ է նշանակում եւ կան շատ դեպքերում հակաբիոտիկներով երբ որ բուժում են երեխային, նորից կարող է շաքարային դիաբետ առաջանալ, այսինքն որևէ այլ հիվանդություն կա, կուրսերով հակաբիոտիկներ են տալիս եւ այստեղ ինչն է անհասկանալի, այսինքն բժիշկը տեսնում է, որ իր հակաբիոտիկները չեն բուժում, նորից մեկ կուրս, նորից նշանակում է, նորից կրկնում է մեկ կուրս, այսինքն այդ օրգանիզմին պետք չի, որ մի կուրսով արդեն շարքից դուրս են հանել կենսական ուժը, երկրորդ, երրորդով վերջնական այդ օրգանիզմում պրոցեսներ խախտվում են վերջնական եւ նույնիսկ երկրորդ, երրորդ կուրսից հետո որոշ դեպքերում կարող է նաեւ կյանքը կրճատվել, կարող են նաեւ անքնությունից մահեր լինեն, ոչ միայն անքնությունից, այլ նույն լյարդի լուրջ հիվանդությունից երեխաների մոտ շատ են լինում եւ հիվանդը այսօր իր հիվանդությունները ճիշտ է պետք է պրեպարատներ ինչ որ նշանակում են կամ իրենք գնում են պետք է տեսնեն ինչ կողմնակի ազդեցություններ ունեն այդ պրեպարատները եւ ինչ հետևանքներ պետք է լինի, բայց այստեղ նաեւ բուժող բժիշկի մեղավորությունը կա ահռելի չափով, ես
որոնք սխալ բուժումներով առաջացնում են այդ հիվանդությունը, եւ մի քիչ հետամանած մեր մոտեցումը, երբ 26-ը բացում շաքարը, անհապաղ նշանակում են ինսուլին։ Նախ եւ առաջ կոման սկսում է 33-ից բարձր, ոչ միշտ է սկսում, եթե օրգանիզմը օգնություն է ստանում, այսինքն ճիշտ բուժում է ստանում եւ մոտեցում։ Եվ երկրորդը 26 կարող է լինել այդ պահին, երբ որ քաղցր է կերել, նույնիսկ շաքարային դիաբետի ժամանակ երկրորդ տիպի 26 կարող է բարձրանալ արագ ուտելուց հետո, երբ որ քաղցրավենիք է կերել։ Եվ այստեղ պետք է տեսնել օրգանիզմը 26 ուտելուց հետո էր, այսինքն 1 ժամ հետո, թե առավոտ շուտ էր, սովածժամանակ 26, դրանք տարբեր հասկացություններ են։ Եվ կոման 26-ից, այն էլ երիտասարդ օրգանիզմներում, չի սկսում, այլ սկսում է 33-ից, այն էլ ոչ միշտ։ Այստեղ եթե բժիշկը անհանգստացած 26-ում ինսուլին է ներարկում, ապա ավելի լավ է նա վերանայի իր մասնագիտությունը, որովհետև պանիկայի մեջ բժիշկը չպետք է ընկնի եւ պետք է ճիշտ անալիզ անի, այսինքն այդ իրավիճակը ճիշտ գնահատի։ Եվ ինսուլինի վրա նստացնել պացիենտին, դա նշանակում է նոր հիվանդություն առաջացնել, դա նշանակում է խոստովանել, որ ինքը չի կարողացել բժշկել, որովհետև բժիշկը, եթե նստեցնում է պացիենտին ինսուլինի վրա, այն էլ երկրորդ տիպի հիվանդության ժամանակ, դա նշանակում է, որ այդ բժիշկը բուժմամբ չի զբաղվել այդ պացիենտի։ Եվ շատ պացիենտներ եւ ծնողներ ինքնաբուժությամբ են իրենց երեխային հասցնում այդ վիճակին։ Գործնականում այդպիսի դեպքեր շատ են լինում, եղել նաեւ մի օրինակ բառ ասեմ, երեխայի ցաները մաշկային վերագրել էին ալերգիայի, սկսել էին տալ հակաալերգիկ պրեպարատներ, ընդհուպ այնքան ժամանակ, մինչև այդ երեխայի մոտ շաքարային դիաբետի երկրորդ տիպ էր առաջացել, ու հետո երկրորդ տիպը ավելի էր բարդացել այդ սխալ բուժումների հետևանքով եւ սկսել էին ներարկել ինսուլին, երբ սկսեցին ներարկել ինսուլին, քիչ-քիչ շատացեցին, որովհետև ենթաստամոքսային գեղձը դադարեց արտադրելուց եւ նաեւ պետք է գիտակցել, որ այդ ներարկելու ժամանակ նոր հորմոնալ խախտում առաջացավ։ Եվ դրանից հետո ենթաստամոքսային գեղձը դադարեց լիովին արտադրել այդ երեխայի մոտ ինսուլին եւ սկսեց օրը սկզբից մի անգամ էր ներարկում, հետո օրը 3, սկսեց հասցնել, որ օրը 5 անգամ, ու այդ երեխայի լյարդը այնքան էին բորբոքել իրենց հակաալերգիկ պրեպարատները, որ նույնիսկ գիշերը շաքարը տատանվում էր, չէր պահպանում։ Եվ երեխայի բուժումը տեղի ունեցավ հետևյալ կերպ. հետ բերվեց հին խնդիրը, այսինքն դուրս հանվեց հակաալերգիկ պրեպարատների վնասակար, այսինքն միակ բուժվեց նոր հիվանդությունը, որը բժիշկներն էին ավելացել, հետո եկավ իր հին ախտանիշները, այսինքն ցաները, որոնք ալերգիա չէին, այլ իր մոտ կար լուրջ հիվանդություն լյարդի հետ կապված, դա էլ բժշկվեց, անցավ, նոր սկսեց գիշերները էլ չէր տատանում, այսինքն լյարդի իր ֆունկցիան կատարում էր, էլ չէին սրսկում, եւ սկսեցին կրճատել, այսինքն սկսեց արտադրվել ինսուլին եւ այդ դեպքերում քիչ-քիչ են կրճատում եւ այդ ինսուլինի կախվածությունից դուրս են հանում։ Եվ այսպիսի դեպքեր շատ են լինում, ու ցավալին այն է, որ իրենց երեխային նույն այդ բժիշկները, որոնք առաջացել են այդ դիաբետը շաքարային, իրանց մոտ շարունակում են բուժել երկրորդ տիպը, հետո առաջին տիպը։ Եվ սա շատ մի բժիշկ, եթե չի կարողանում բուժել, նոր խնդիր է առաջանում, անհրաժեշտ է փոխել գոնե մինիմում այդ բժիշկին կամ մոտեցումը։ Այստեղ ժամանակակից մեթոդոլոգիան բուժում չի առաջարկում, միայն առաջարկում է ախտանիշը ճնշել կամ ախտանիշը
անել այնպես, որպեսզի չլինի։ Իսկ թե այդ օրգանիզմը կարճ կապրի, առողջ չի ապրի, նոր հիվանդություն կառաջանա, թե չէ, իրենց չի հետևում։ Հոմեոպաթիկ մեթոդը իր փիլիսոփայությամբ զբաղվում է հենց պատճառը գտնելու եւ պատճառը հեռացնելու հետ կապված է, այսինքն աշխատանքները տարվում է այդ խնդիրները գտնելու հետ կապված եւ հեռացնելու, եւ փիլիսոփայությունը հենց կայանում է պատճառը գտնելու մեջ, այսինքն ինչից եղավ, երբ եղավ, ինչ պատճառով եւ փորձում է այդ պատճառը հեռացնել եւ այդ դեպքում նոր հիվանդությունը հետ է նահանջում եւ կենսական ուժը վերականգնումն է։ Հոմեոպաթիկ մեթոդի նպատակը նաև կենսական ուժը վերականգնումն է եւ ցանկացած բժիշկ, որը հակված է բժշկելուն, պետք է հակված լինի կենսական ուժը օրգանիզմի վերականգնումն, այսինքն երբ որ կենսական պրոցեսները իրենցով են կարգավորվում, այսինքն շաքարը օրգանիզմը ինքն է իջեցնում, գլյուկոզայի նյութափոխանակությունը օրգանիզմը ինքն է կարգավորում եւ այդպես շարունակ։ Իսկ դրան պետք է օգնի ուժեղ բժիշկը։ Այսօր շատ են այդ դիաբետների քանակը երեխաների մոտ եւ համատարած այդ հիվանդությունը աճում է եւ մեծ մասամբ սխալ բուժումների հետևանքով ժամանակակից մեթոդոլոգիայի առողջ